Երևանում այսօր մի քանի կիլոմետր ճանապարհ անցնելը դարձել է իսկական փորձություն։ Թեթև ձյուն ու տաքսիների սակագները կտրուկ աճում են, ամենաքիչը 2 անգամ։ Քաղաքացիները բողոքում են տաքսու գները ոչ թե պարզապես թանկացել են, այլ վախեցնող չափերի են հասել։ Երբ հանրային տրանսպորտը այլընտրանք չի դառնում, իսկ սեփական մեքենա ունենալը ոչ բոլորին է հասանելի, մարդը մնում է մեկ ընտրության առաջ՝ գերթանկ տաքսի։ Այն նստելիս հաճախ չես էլ հասցնում մտածել, ինչ ես վճարելու, բայց հենց այդ շտապողականությունն ինչպես պարզվում է, դառնում է գնագոյացման հիմնական գործիքներից մեկը։ Գնի ձևավորումը պաշտոնական պարզաբանումներով ունի 2 հիմնական բաղադրիչ՝ ժամանակն ու անցած կիլոմետրերը։ Սակայն իրականում դրանց ավելանում են նաև այլ ոչ միշտ տեսանելի գործոններ։ Եթե A կետից B կետ հասնելու ժամանակը կարճ է, այդտեղ կարճ է եւ քիչ է գումար գեներացում, եթե երկար է ավելի բնականաբար շատ է։ Էությունը կայանում է նրանում, որ ըստ էության կիլոմետրը կարողանում է ծախսել կատարված ծախսերը այդ ուղևորության, իսկ ժամանակը արդեն այսպես ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է։ Սակայն կա մի հանգամանք եւս, որի մասին պաշտոնական խոսքում քիչ է նշվում։ Ալգորիթմը ձեզ ճանաչում է, եթե ամեն օր նույն երթուղու համար վճարում եք, ասենք 600 դրամ եւ ժամանակ առ ժամանակ համաձայնվում եք եւս 100 դրամ ավելի վճարել, համակարգը դա հիշում է։ Եթե հավելվածում նշված է ձեր տան ու աշխատանքի հասցեները, իսկ աշխատանքային օրվա ավարտին տաքսի եք պատվիրում, ալգորիթմը հասկանում է հոգնած եք ու պատրաստ եք ավելի թանկ վճարել, միայն թե շուտ տուն հասնեք։ Գնագոյացման վրա ազդում են նաև եղանակային պայմանները, խցանումները, վառելիքի գները։ Փորձագետը նշում է, նույն երթուղին մի դեպքում կարելի է անցնել 20 րոպեում, մյուս դեպքում 1 ժամում, եւ դա անմիջապես արտացոլվում է սակագնի վրա։ Կանչերը շատ են դա էլ ազդում գնացման վրա։ Նաև ասեք ժամերից է կախված, թե խթանումներ են լինում, ասեք պատկերացեք մի դեպքում դու կարող ես 20 րոպե ասել, երբ մյուս դեպքում 1 ժամ։ Պահանջարկը, երբ որ բարձրանում է, այդ ժամանակ արժեքը նույնպես բարձրանում է, որպեսզի վարորդները կարողանան վարել։ Տաքսի ծառայությունից էլ չեն թաքցնում, երբ պահանջարկը մեծանում է, գինն էլ է թանկանում։ Բայց խնդիրը միայն շուկայի տրամաբանությունը չէ։ Պետությունը գործնականում չի կարգավորում ոլորտը, պատճառաբանելով, թե շուկան ազատականացված է։ Չիլինգարյանն էլ ավելացնում է, կան անհատ վարորդներ, որոնք անօրինական են աշխատում։ Երբեմն պարզել չէ տվյալ մեքենան տաքսի է, թե պարզապես մասնավոր ավտոմեքենա։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։